ինքը չի նստում։ Մենք իրան պարկած տեղը, եթե կերակրում ենք, կամ Մարիամ այդ պետերը, կամ ես, կամ Լուսինեն, էլի պարկած դիրքում ենք կերակրում իրան։ Եկեղեցուց բանտ, ապա հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու առողջական վիճակը մնում է մտահոգիչ, սակայն գլխավոր դատախազն ու կրթության նախարարը դեռևս չեն արձագանքում փաստաբանների կալանքը փոխելու հրատապ պահանջին։ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Դավիթ Մինասյանը երկվորյա եղբորետ դարձավ մեղադրյալ։ Միքայելը ձերբակալությունից օրերս էր ազատ արձակվել գրավի դիմաց։ Հրատապությունը դրան է, դատախազությունն էլ ասում է 30 օրվա ընթացքում կպատասխանենք։ Ավագ դպրոցի աշակերտը մեղադրվում է խուլիգանության եւ վարչապետի նկատմամբ բռնության հոդվածներով, եղբայրը օժանդակելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը կազմակերպելու համար։ Փաստաբանները մոր փոխարեն ամեն օր այցելում են արդեն 6 օր հիվանդանոցում առանց խնամակալի մնացած Դավիթին, կերակրում եւ հոգ տանում նրա մասին։ Կալանավորված տղային միայն նրանք կարող են տեսակցել։ Մանկուց առողջական լուրջ խնդիրներ ունեցող պատանին մինչև ձերբակալությունը մշտապես գտնվել է մոր հատուկ խնամքի տակ, որն էլ ապահովել է նրա սննդային ու դեղորայքային ռեժիմը։ Փաստաբան Վարդուհի Էլբակյանը շարունակում է պնդել, այս գործն ի սկզբանե ապօրինի է։ Որևէ այլ մարմին հայտնաբերելը, որևէ այլ ապացույց։ Մինչև այս պահը մեզ նման ապացույցներ հայտնի չի։ Մենք ընդհանրապես գտնում ենք, որ այս երեխեքի նկատմամբ նախաձեռնված վարույթը արդեն ապօրինի է։ Հետևաբար այդ ապօրինի վարույթի շրջանակներում ցանկացած անձի կողմից կատարված ցանկացած գործողություն արդեն ապօրինի է ու անհիմն է։ Մինչ պատանին մնում է անազատության մեջ, այս գործով արդեն երկրորդ քննիչն է հեռացվում պաշտոնից։ Այսօր հայտնի դարձավ, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանը։ Ավելի վաղ էլ նրա ենթական էր ազատվել գործից, այն բանից հետո, երբ տղաների բնակարանում խուզարկությունից հետո տեսախցիկների առջև ասել էր, թե խուլիգանության եւ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքի հետ կապ ունեցող ապացույցներ չեն գտել տղաների բնակարանից։ Քանի անգամ ասեմ, չեն Քննիչի այս վարքագիծը ոչ պատշաճ գնահատվեց եւ նա ազատվեց աշխատանքից։ Քննչական կոմիտեն հայտարարեց, թե Հակոբ Կոխյանը Դավիթ Մինասյանի տունը խուզարկելիս կարգ է խախտել։ Մասնավորապես թույլատրել է լրագրողների ներկայությունը, նախաքննական տվյալներ է հրապարակել եւ համազգեստով չի եղել։ Գործից ազատված նրա անմիջական ղեկավարը ներկա չէր խուզարկությանը։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով քննիչներին հեռացնելը կարող է կապ ունենալ նաեւ չբացահայտված ապացույցների հետ։ Հիմնականում նախնական վարկածը գնում էր խմբակային հանցագործության մասին, այսինքն կազմակերպիչ եւ իրագործողներ, այս մոդելներ քննարկվում եւ փաստացի քննիչը հրապարակել է մի տեղեկատվություն, որը հակասում է այդ վարկածին, ըստի հնարավոր է հենց այդ հիմքով էլ նրան փորձել են հեռացնել քննությունից եւ նաեւ աշխատանքից։ 12-րդ դասարանի աշակերտը մեղադրյալ դարձավ Ծաղկազարդի պատարագին վարչապետի Սուրբ Աննա եկեղեցի չհայտարարված այցից հետո։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները ճանապարհ բացելով հրմշտում մարդկանց, այդ թվում երկվորյա եղբայրներին։ Հրմշտոցի դեմ բողոքած եւ վարչապետի ուղղությամբ ձեռքը բարձրացրած Դավիթին անվտանգության աշխատողը բռունցքով հարվածել էր, ինչից պատանին վայր էր ընկել։ Ու եթե եղբայրները ժամերի ընթացքում մեղադրյալ դարձան, անվտանգության աշխատողի հարվածի դրվագը մնում է չքննված։ Դա եթե համարենք, որ հեռավորությունը բավարար չէր, որպեսզի անձը կարողանար հարվածը հասցնել կամ ինչ-որ մի այլ գործողություն կատարել կամ ինչ-որ մի բռնություն գործադրել իշխանական անձի նկատմամբ, ուստի այստեղ հստակորեն դիտարկվում է այն վարկածը, որ բռնությունը անհամաչափ է, բայց դա քննչական մարմինների գործառույթն է եւ կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ քննությունը իրականացվի։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի կարծիքով իրավապահները կարող են մարդասիրություն դրսևորել ու ազատ արձակել դպրոցականին, որ նաեւ հնարավորություն ունենա ավարտել դպրոցը, իսկ դատարանը կարող է ամբողջական քննությամբ պարզել եղելությունը, նաեւ անվտանգության աշխատողի հարվածը քննել։ Ես խոսում եմ դատարանի մասին, ես նկատի չունեմ Մնասական Մարտիրոսյանին, բայց մեր դատարանները Մնասական Մարտիրոսյան են, այդ պատճառով էլ սպասում են երևի թե ցցումների վերևի։ Իրավապաշտպանը նկատի ունի աշակերտին 2 ամսով կալանավորած դատավորին, որը ըստ փաստաբանների անգամ հաշվի չառավ, որ մանկուց լուրջ հիվանդություններ ունեցող տղայի 2 հիվանդություններն անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Ինչու իրավապահները ազատ չեն արձակում պատանուն, ըստ իրավապաշտպանի սպասում են ցուցումի ամենավերևից։
ինչ ցուցում կլինի եւ ինչ պետք է անել։ Ամենավերին օղակներից պետք է լինեն ցուցումներ։ Լուր է նաև կրթության նախարարը։ Դավիթի մայրը 5 օր առաջ նաև նրան էր դիմել։ Գայանե Մինասյանը խնդրել է որպես երաշխավոր հանդես գալ որդու ազատության համար, ընդգծել, որ դատավորը նրան կալանավորելիս հաշվի չի առել առողջական խնդիրները, հիշեցրել, որ հենց ինքը նախարարն էր 2023 թվականին Դավիթին գերազանցության վկայական շնորհել։ Ժաննա Անդրեասյանը երեկ ասել էր, թե դեռ քննարկում են, իսկ խորհրդարանում ընդդիմադիր падգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը նախարարին կանխել էր իշխանական падգամավոր Սիսակ Գաբրիելյանը, այն որակելով օրակարգից շեղված։ Տիկին Անդրեասյան, քանի որ օրակարգից շեղված է, խնդրում եմ, կարող եք չպատասխանել, որտեղ մենք պետք է նիստի գնանք։ Առիթ կունենալ, էլի։ Ժամանակ գործում Տիկին Անդրեասյանը հասուն ազնվարությունը կառավարության անդամ, Տիկին Գալստյան, անջատեք ձեր միկրոֆոնը։